Գերմանիայում արդեն քանիցս տարբեր վայրերում հայտնվում են ցուցանակներ, որտեղ որ գրված է հрьяաների մուտքն արգելված է։ Այս մասին նաև տեղեկացնում է չեխականը Novinky.cz եւ Aktual.cz կայքերը, հատկապես մեջբերելով վերջին իրադարձությունները կապված Գազայի հետ եւ մի քանի նման հայտարարություններ եւ ցուցանակներ, որոնք եղել են Գերմանիայի տարբեր քաղաքներում։ Վերջերս Գերմանիայի հյուսիսային մասում գտնվող Ֆլեսենբուրգ քաղաքում նույնպես եղել է նման մի ցուցանակ, որտեղ ասում է, որ հрьяաների մուտքն արգելված է։ Եվ տերը բացատրել է նրանով, որ ինքը դեմ չէ հрьяաներին, այլ այն, ինչ անում է Իսրայելը Գազայի ժողովրդի նկատմամբ, Պաղեստինի ժողովրդի նկատմամբ Գազայում, դա ոչ ավելի քան ցեղասպանություն եւ հрьяաները աջակցում են այդ ցեղասպանությանը։ Տերը ունի խանութ, որտեղ վաճառում են անտիկվարիատ։ Նման մի ցուցանակ էլ նաև հայտնվել է Բավարիան մի քաղաքում, պիցերիայում, որտեղ նույնպես ասում է, որ հрьяաների մուտքն արգելված է։ Իհարկե Իսրայելի դեսպանատունը Գերմանիայում սկսել է հիստերիա բարձրացնել եւ նորից իրենց հին երգը երգել, թե Գերմանիայում մենք պետք է գաղտնի ման գանք եւ մենք պետք է թաքցնենք մեր ինքնությունը։ Ոչ, ընկեր հрьяաներ, դուք ոչ թե ձեր ինքնությունը պետք է թաքցնեք, այլ դուք պետք է խոստովանեք, որ դուք ցեղասպան եք, որ դուք գողացել եք, որ դուք օկուպացրել եք այլոց տարածքները, իբրև թե Թորահում գրված է, որ այն ձեզ է խոստացել Եհովան։ Դուք ընդհանրապես պետք է մի փոքր ամոթ ունենաք, բայց դուք դա չունեք, եւ պաղեստինցիներին վերադարձնեք իրենց պատմական տարածքները, իսկ եթե շատ եք ուզում, վերադարձեք Գերմանիա, Ավստրիա, Լեհաստան եւ ապրեք ձեր բնիկ այն վայրերում, որտեղ որ հորինել եք ձեր սիոնիստական հեքիաթները։